Taken together, these actions will cripple. Իրանը փորձել է վերականգնել միջուկային ծրագիրը։ Նախագահն ամերիկացիներին հասցեագրված խոսքում նշել է, որ իրանցիները թշնամանք չեն տածում ամերիկացիների նկատմամբ։ Եվ Աստծո կամոք մենք վրեժ կլուծենք։ Թրամփը սպառնացել է այնքան ռմբահարել Իրանը, որ այնտեղ քարե դար հաստատվի։ Դոնալդ Թրամփի ռազմատենչ երբեմն էլ հակասական ելույթներից վերջինն այն մասին է, որ Ամերիկան Իրանի դեմ պատերազմում մոտենում է ռազմավարական նպատակներին հասնելուն, հետևաբար առաջիկա 2-3 շաբաթում ռազմական գործողությունները կարող են ավարտվել։ Այդ մասին նա ասել է հայրենակիցներին հասցեագրված ծավալուն ուղերձում, որն առաջինն է 1 ամիս առաջ սկսված պատերազմի ընթացքում։ Նրա խոսքով, Իրանին հասցված հարվածների հետևանքով այդ երկրի հրթիռների եւ անօդաչուների պաշարը հասել է սպառման եզրին, թեպետ ըստ ԱՄՆ նախագահի Իրանը համառորեն շարունակել է աշխատանքը հրթիռներ արտադրելու ուղղությամբ, իսկ միջուկային ռումբ ստեղծելու հարցում, ինչպես Թրամփն է պատկերավոր ձևակերպել, իրանցիները արդեն հասել էին դռանը։ They were also rapidly building a vast stockpile of conventional ballistic. Իրանը փորձել է վերականգնել միջուկային ծրագիրը, ուրեմն դրանից հրաժարվելու մտադրություն չի ունեցել, բացի այդ, ավելացրել է բալիստիկ հրթիռների արտադրությունը, Իրանի ստրատեգիան հստակ էր և ակնհայտ։ Թրամփը հայտնվել է ճնշման տակ ոչ միայն արտաքին ասպարեզում, այլև ԱՄՆ-ում, որտեղ բնակիչները հետզհետե ավելի բարձրաձայն են դժգոհում բենզինի գնաճի կապակցությամբ։ Դա նյարդայնացնում է նաև հանրապետականներին, քանի որ ղեկավարի վարկանիշի անկումը վտանգավոր է նոյեմբերին կայանալիք կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքի առումով։ Մինչդեռ Ամերիկայի ժողովրդին դիմել է ոչ միայն Ամերիկայի, այլև Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը ընթերցել է Իրանի պետական հեռուստակայանի հաղորդավարը։ Նախագահն ամերիկացիներին հասցեագրված խոսքում նշել է, որ իրանցիները թշնամանք չեն տածում ամերիկացիների նկատմամբ, կա հստակ սահման ժողովրդի և իշխանության միջև։ Փեզեշքյանի համոզմամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը վկայում է այդ երկու երկրի ոչ թե հզորության, այլ լուծումներ գտնելու անկարողության մասին։ Իրանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ դարձել է Իսրայելի կամակատարը, և Թրամփի գործողությունները հակասում են ամերիկացիների շահերին։ Իրանում հուղարկավորել են ծովակալ Ալի-Ռեզա Թանկսիրիին։ Նա անցյալ շաբաթ է սպանվել, բայց այդ մասին պաշտոնական Թեհրանը այս երկուշաբթի օրն է հայտնել։ ՍՔՈ արարողության մասնակիցները պնդում են, որ Իսրայելը և Ամերիկան թանկ գին կվճարեն իրանցի պետական և ռազմական ղեկավարների արյան համար։ Այո, կորցնում ենք մեր պաշտելի հրամանատարներին, բայց այս երկրում բոլորն են հրամանատարներ, և Աստծո կամոք մենք վրեժ կլուծենք։ Թրամփը իր ուղերձներում մերթ պնդում է, որ Իրանը շատ է ուզում բանակցել, մերթ ասում է, թե ինքը դիվանագիտական լուծման է ձգտում, բայց նաև հնչեցնում է ահասարսուռ սպառնալիք, որին անդրադարձել է Associated Press լրատվական գործակալության վերլուծաբան Ջոն Գամբրելը։ Trump also has reiterated his threat to blow Iran back to the Stone Age. Թրամփը սպառնացել է այնքան ռմբահարել Իրանը, որ այնտեղ քարե դար հաստատվի։ Իրանը չի ընդունում հրադադարի առաջարկը, հարստացված ուրանի պաշարների առգրավումը կարող է ամիսներ տևել։ Հստակ չէ, թե արդյոք Թրամփը կփորձի ցամաքային գրոհ սկսել։ Հայտնի չէ նաև, թե ինչպես կփորձի բացել Հորմուզը։ Ամերիկացիները նկատել են տվել, որ կարող են հեռանալ այդպես էլ չլուծված թողնելով նեղուցի խնդիրը։